Իսկ այդ օրակարգը առաջին Դա մեր պահանջն է, դա ճանապարհի հանձնում չէ, այլ սահմանի վերհանում։ Հունիսի 1-ին հանրային հեռուստատեսությամբ նախընտրական մեծ բանավեճի ժամանակ հայտարարել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորի թեկնածու ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Իսկ դուք կա մի բան, որ Ալիևը պահանջել է ու դուք չեք արել։ Բոլոր պահանջները իրականացրել եք։ Հենց հիմա համարացության փոփոխությունը իր պահանջով չեք։ Ասեմ, Գորիս Կապան ճանապարհը, Կապան ճակատեն ճանապարհը։ Դա մեր պահանջն է, այո, մեր պահանջն է, Ճանապարհ անցնելը մեր պահանջն է։ ճանապարհ անցնել չի, դա սահման վերհանել է։ Այսպիսով նա պատասխանել է Հայաստան կուսակցությունների դաշինքի падգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանի հռետորական հարցին, թե ով է Ադրբեջանին հանձնել Գորիս Կապան ճակատեն ճանապարհները։ Պետք չէ մարդկանց ստել, հավելել է Սիմոնյանը։ Նշենք, որ նշված ճանապարհներն Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 44-օրյա պատերազմից հետո։ Սիմոնյանը նաև վստահեցրել է, որ օրակարգում երբևէ չի եղել 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու մասին խոսակցություն։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պայմանավորվածություն են ձեռք բերել։ Եթե Հեզբոլլան չդադարեցնի հարձակումները Իսրայելի վրա, կհարվածեն Բեյրութում ահաբեկչական թիրախների։ Այս հարցում մեր դիրքորոշումը չի փոխվել։ Միաժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործողությունները Լիբանանի հարավում ըստ պլանի, ասված է Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարությունում։ Ավելի վաղ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ շատ լավ զրույց է ունեցել Հեզբոլլայի առաջնորդի հետ, բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով, եւ որ կողմերը համաձայնել են դադարեցնել կրակը։ Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը եւս հայտնել է, որ Հեզբոլլան ընդունել է ԱՄՆ առաջարկը հարձակումների փոխադարձ դադարեցման վերաբերյալ։ Դեսպանատան փոխանցմամբ տեղեկությունը հաստատվել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցից հետո։ Մինչ այդ Լիբանանում հրադադարի խախտման պատճառով իրանական բանակցային խումբը հայտարարել էր, որ դադարեցնում է բանակցություններն ու միջնորդի միջոցով հաղորդագրությունների փոխանակումը։ ԱՄՆ-ն եւ Իրանը կարող են փոխընդբռնման հուշագիրը վերջնականապես համաձայնեցնել հաջորդ շաբաթ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նախագահը միևնույն ժամանակ հավելել է, որ չի համաձայնեցրել փաստաթղթի նախորդ տարբերակը, քանի որ ակնկալում է հուշագրում ներառել եւս մի քանի կետ։ Թրամփի հայտարարության ֆոնին Իրանի Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Ալի Աբդոլլահին հայտարարել է, թե Բենյամին Նեթանյահուն սպառնացել է ռմբակոծել Բեյրութն ու Դահիան, բնակիչներին կոչ անելով տարհանվել։ Հաշվի առնելով հրադադարի բազմակի խախտումները, եթե այդ սպառնալիքն իրականացվի, մենք հյուսիսային շրջանների եւ օկուպացված տարածքներում գտնվող ռազմական բնակավայրերի բնակիչներին կոչ ենք անում լքել այդ տարածքները, եթե չեն ցանկանում վնաս կրել։ Դոնալդ Թրամփը մտադիր է հուլիսին ժամանել Անկարա մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Middle East-ի պարբերականի տվյալներով նա իր այս որոշման մասին հայտնել է Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Այս այցը կարող է վճռորոշ դառնալ դաշինքի համար, քանի որ Վաշինգտոնն այժմ քննարկում է Եվրոպայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հնարավորությունը։ Սակայն Թրամփի անկանխատեսելի գործելավոճը կասկածի տակ է դնում հանդիպման փաստը, հաշվի առնելով դաշինքից դուրս գալու նրա նախկին սպառնալիքները։ Մինչ այդ երկու երկրների առաջնորդները կարող են հանդիպել հունիսի 25-ին Լոս Անջելեսում ֆուտբոլային խաղը միասին դիտելու նպատակով։ Եվրոպացի պաշտոնյաներն այժմ փորձում են մշակել գործողությունների նոր ծրագիր Թրամփի պահանջներն ու տարածաշրջանի անվտանգության կարիքները համատեղելու համար։ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսրայելի եւ Հեզբոլլահի միջև կրակի դադարեցման մասին Բենյամին Նեթանյահուի եւ շարժման ներկայացուցիչների հետ ունեցած բանակցություններից հետո։ Այս համաձայնությանը նախորդել են Բեյրութի հարավային արվարձանների թիրախային ռմբակոծությունները, որոնք Թել Ավիվն իրականացրել է Վաշինգտոնի հետ նախնական համաձայնությամբ։ Դահիա շրջանի հարձակումները հարկադիր տեղանության նոր ալիք են առաջացրել, ստիպելով կրկին լքել տները հազարավոր բնակիչների, որոնք նոր էին վերադարձել ապրիլյան հրադադարից հետո։ Իսրայելական բանակը զուգահեռաբար զեկուցել է Հեզբոլլահի շուրջ 2700 ռազմական օբյեկտների եւ ստորգետնյա ենթակառուցվածքների վերջնական ոչնչացման մասին։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով մարտի սկզբից ի վեր զոհերի թիվն անցել է 3400-ը, որոնց գալի մասը երեխաներ ու բուժ աշխատողներ են։ Եվրոպական առաջնորդները խստորեն քննադատել են ռազմական այս էսկալացիան։ Ռուսական օդային հարվածների հետևանքով այսօր Ուկրաինայի խոշոր քաղաքներում, այդ թվում Կիևում, Դնեպրում եւ Խարկովում 9 մարդ է զոհվել, ավելի քան 60-ը վիրավորվել, հայտնել են իշխանությունները։ Վնասվել են բազմաբնակարան շենքեր, ավտոմեքենաներ, խաղահրապարակներ։ Տասնյակ մարդիկ հարվածներից հետո տեղավորվել են մետրոյի կայարաններում, գիշերն անցկացնելով այնտեղ։ Մայրաքաղաքում կա 4 զոհ եւ 51 վիրավոր, այդ թվում երեխաներ, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նրա խոսքով 24 հարկանի բազմաբնակարան շենքի ենթադրյալ հրթիռակոծության պատճառով այն փլուզվել է։
հնարավոր է, որ փլատակներում մարդիկ են մնացել։ Հյուսիսարևելյան Խարկովում էլ դրոնային հարձակման հետևանքով 10 մարդ է վիրավորվել, նրանց թվում կան երեխաներ, տեղեկացրել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Ռուսական հարվածների վերաբերյալ հետախուզական տվյալները մնում են ուժի մեջ, հնարավոր է խոշոր հարված, իրենք դա նախապատրաստել են։ Երեկվա ուղերձում ասել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, վստահեցնելով, որ բանակը դրան պատրաստ է։ Անցյալ շաբաթ Մոսկվան նախազգուշացրել էր, որ մտադիր է համակարգված հարվածներ հասցնել Կիևի ռազմական թիրախներին, օտարերկրացիներին կոչ անելով հեռանալ։ Առավոտյան ուկրաինական հրթիռներն անմիջապես սկսել են հակահարվածները, հարվածներ են հասցվել Ռուսաստանի Բելգորոդի մարզին։